Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի տնօրեն Սոսի Թաթիկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ Տիկին Թաթիկյան, սկսենք հետևյալից, առաջիկա օրերի ընթացքում Երևանում շատ մեծ իրադարձություններ են տեղի ունենալու, Ֆրանսիայի նախագահն է այստեղ լինելու, Հայաստան-Եվրամիություն օրակարգն է այստեղ քննարկվելու եւ նաեւ եվրոպացի պաշտոնյաների այցն է այստեղ տեղի ունենալու, սա բավականին մեծ միջոցառում է մեզ համար, բայց այս գագաթնաժողովները Հայաստանի համար պարզապես միջոցառում են, թե միջազգային ասպարեզում մեր դիրքերը ավելի ամրապնդելու լավ հարթակ ու փորձ։ Ես կարծում եմ, որ հրաշալի հնարավորություն են մեր դիրքերը ավելի ամրապնդել։ Թերևս սկսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոպական քաղաքական համայնքը։ Այն սկսվել է 2022 թվականին Պրագայում եւ իրականում եղել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությունը, սակայն նրա պատմությունը հետ է գնում 1989 թվական, երբ կրկին Ֆրանսիայի նախագահ Միտերանը առաջարկել էր նմանատիպ մի կառույց ստեղծել այլ անունով Եվրոպական կոնֆեդերացիա, սակայն այդ առաջարկը մինչև 2022 թիվ այլևս չէր շոշափել, քանի որ երևի թե դրա անհրաժեշտությունը այդքան չէր զգացվում, սակայն Ուկրաինայում պատերազմից հետո զգացվեց դրա անհրաժեշտությունը, սա ինչ է իրականում, սա ինստիտուտ չէ, քանի որ այն չունի քարտուղարություն, շենք, կենտրոնակայան, անձնակազմ, այն պարզապես ժողով է, որը գումարվում է տարին մի անգամ, որից մեկը լինում է Եվրամիության անդամ երկրում, իսկ երկրորդը գործընկեր երկրում եւ մի այսպես ֆորումում համախմբում է Եվրամիության անդամ երկրներին եւ Եվրամիության գործընկեր երկրներին։ Գործընկեր ասելով կրկին սա սահմանափակ է, քանի որ Եվրամիությունը գործընկերություն ունի նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, այդ Մաղրիբի երկրների եւ այլ շատ տարբեր երկրների հետ, սակայն խոսքը այստեղ գնում է հենց եվրոպական հարևանության, արևելյան գործընկերության եւ արևմտյան Բալկանների, ինչպես նաեւ Թուրքիայի, երբեմն այ մասնակցում են Նորվեգիայի, Շվեյցարիայի եւ Միացյալ Թագավորության ղեկավարները, որոնք համարվում են մտերիմ գործընկեր, այս անգամ կային շշուկներ, որ հնարավոր է, որ առաջին անգամ այս ֆորումին մասնակցի Կանադայի վարչապետը, սակայն ես չգիտեմ դա ինչքանով է հավաստի։ Իսկ ո՞նց է որոշումը կայացվում, որ երկրում պետք է տեղի ունենա, ոչ եվրոպական երկրների մասն է խոսքը, այս պարագայում ո՞նց են որոշել, որ պիտի Հայաստանում տեղի ունենա սա։ Կարծում եմ, որ քվեարկություն է եղել եւ կոնսենսուսով, այնտեղ սովորաբար լինում է 2-3 տեխնացու երկիր, քվեարկություն է լինում, որով որոշում են, թե որ երկրում է տեղի ունենալու։ Հիմա անցնենք, թե սա ինչ նշանակություն ունի։ Սկսենք նրանից, որ այս ֆորմատը Հայաստանի համար բավականին վճռորոշ նշանակություն է ունեցել։ Եթե հաշվի առնենք այն, որ առաջին ժողովը տեղի ունեցել Պրագայում, որտեղ ընդունվել է Հայաստանի համար պատմական որոշումը, որը նաև հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս Հայաստանի հանրության մեջ, որովհետև մի կողմից այն տվել է խիստ դրական արդյունք, քանի որ Եվրամիության առաքելությունն է տեղակայվել, որը խոչընդոտել է Ադրբեջանի հետագա ռազմական գործողություններին, մյուս կողմից մեր ընդդիմությունը եւ որոշ շրջանակներ համարում են, որ այդ ժողովի ժամանակ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հետեւաբար Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս եւ բացասական իմաստով է դա ինտերպրետացիանում, որը ես անձամբ գտնում եմ խիստ մանիպուլատիվ, քանի որ մենք գիտենք, որ դեռևս Ալմա-Աթայից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը հիմնականում ընդունում էր եւ այդտեղ բանակցային գործընթացի ժամանակ անգամ հիմնականում Հայաստանը ընդունում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հետագա հայաթափումը Արցախի կապել Պրագայի որոշման հետ դա անազնիվ է, դա հիմնականում ռուսական նարատիվ է, որը գալիս է ընդհանուր մինչև նախագահ Պուտինից, որը ինքը 2020 թվականի դեկտեմբեր ամսին զինադադարից ընդամենը 2-3 շաբաթ հետո հրապարակային հարցազրույցի մեջ ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչ կարևոր օրակարգերով են եվրոպացի քաղաքական գործիչները լինելու այստեղ։ Վերադառնանք նախորդ հանդիպումներին Գրենադային։
քանի որ Գրենադան նույնպես շատ կարևոր էր Հայաստանի համար, դա տեղի ունեցավ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած գործողություններից մի քանի շաբաթ հետո եւ դրան Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել, բոյկոտեց այդ հանդիպումը, ինչու, որովհետեւ Ֆրանսիայի արտգործնախարարը եկավ Հայաստան եւ հրապարակային հանձնառություն առավ, որ Ֆրանսիան կսկսի Հայաստանին զենք մատակարարել եւ դա պատրվակ որպես օգտագործելով նախագահ Ալիևը Ադրբեջանի հրաժարվեց մասնակցել Գրենադայի հանդիպմանը եւ դրանից հետո այն չեզոքացրեց Եվրամիության միջնորդարար դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղարար գործընթացում։ Տիկին Թաթիկյան, Երևանյան հանդիպումը կարող է ժամանակավոր քաղաքական աջակցությունից, խոսքը եվրոպական առաքելության մասին է, որը տրամադրվել է Հայաստանին, դրանից վերածվել Հայաստանի անվտանգության հուսալի ու ավելի երկարաժամկետ եվրոպական հովանու, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Եվրամիությունը վաղուց է մեզ ցույց տալիս անվտանգության ու պաշտպանության ոլորտում կարևոր աջակցություն։ Դա սկսվեց հենց այդ Պրագայի սամիթից հետո, երբ 2022 թվականին Պրագայի սամիթի որոշման հիման վրա սկզբում ժամանակավոր առաքելություն տեղակայվեց Հայաստանում։ Դա քաղաքացիական, խոսքը վերաբերում է հնարավոր ռազմական աջակցությանը։ Դա շատ նուրբ հարց է։ Եվրամիությունը ունի առաքելությունների երկու ֆորմատ՝ քաղաքացիական եւ ռազմական։ Մեր մոտ տեղակայված առաքելությունը եւ առաջիկայում նախատեսվող երկրորդ առաքելությունը երկուսն էլ քաղաքացիական են։ Ռազմական առաքելությունը անգամ այլ բյուջետային մեխանիզմ ունի, որովհետեւ ոչ թե անդամ երկրների միջոցով է ֆինանսավորվում, այլ էքստրա արտաբյուջետային մեխանիզմների միջոցով Եվրամիության այդ խաղաղության այդ գործիքակազմով, որից նույնպես Հայաստանը արդեն երկրորդ միջոցը ստանում է։ Եվ ինչպես մենք տեսանք, Ադրբեջանը այնպիսի հիստերիա բարձրացրեց այդ առաքելության տեղակայման եւ գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ Ռուսաստանը, համատեղ այդպես հիբրիդային պատերազմ սկսեցին տեղեկատվական այդ առաքելության հանդեպ, այն փորձելով ներկայացնել որպես ուժ ՆԱՏՕ-ի ընդհատակյա միսիա, ասելով, որ առաքելության ղեկավարը նախկինում եղել է ոստիկան եւ մենք գիտենք, որ խաղաղության համաձայնագրում դա դարձավ խնդիր։ Հետևաբար ես չեմ կարծում, որ այս իրավիճակում մենք ստանանք ռազմական աջակցություն, հատկապես եթե հաշվի առնենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է եւ դիտարկվում է, որ ռազմական էսկալացիայի վտանգը կտրուկ նվազել է։ Սակայն ապագայում, երբ մենք առավել սերտ համագործակցություն ունենանք, ավելի ճիշտ արդեն ինտեգրման ոլորտում ավելի մեծ առաջընթաց գրանցենք, չեմ բացառում, որովհետև վերջերս օրինակ Եվրամիությունը պաշտպանության եւ անվտանգության գործում ոլորտում փաստաթուղթ է ստորագրել Իսլանդիայի հետ։ Իսլանդիան իմիջիալոց Եվրամիության անդամ չէ, սակայն վերջերս Իսլանդիայում ակտիվացել են Եվրամիության անդամ դառնալու միտումները։ Եվ ես կարծում եմ, որ չի բացառում, որ շատ արագ Իսլանդիան դառնա Եվրամիության անդամ։ Եվ վերջերս այդ փաստաթուղթը ստորագրվել է։ Նման բան ես առաջիկայում չեմ տեսնում մոտ ապագայում, սակայն ավելի ուշ տեսնում եմ։ Նաև նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված այդ ռազմավարական նոր օրակարգում ամբողջ մի բաժին կա անվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ Իսկ այս գագաթաժողովները, որոնք տեղի են ունենալու Երևանում, ինչի մասին են խոսում եւ ինչ հնարավորություններ են բացելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առավել սերտացման տեսանկյունից։ Նայեք, կոնկրետ այստեղ երկու տարբեր գագաթաժողովներ են լինելու։ Մեկը եվրոպական քաղաքական համայնքի ժողովն է, որը Հայաստանի մասին չէ։ Հայաստանը պարզապես հյուրընկալող կողմն է։ Սակայն դա էլ է կարևոր, որովհետև հենց այն, որ Եվրամիությունը համաձայնվել է Երևանում հյուրընկալել այդ ժողովը, դա վկայում է Հայաստանի Եվրամիության հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակի մասին, չմոռանանք, որ մեր հարևանը Իրանն է, որտեղ ներկայումս ընթանում է պատերազմ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում
Ես օրինակ երբ Իրանում պատերազմը սկսվեց, ես մի տեսակ մտավախություն ապրեցի այս ժողովի հետ կապված, բայց եթե այս պայմաններում Եվրամիության ղեկավարները շատ բարձր պետության ղեկավարների եւ Եվրամիության առաջին դեմքերի մակարդակով գայս են Հայաստան, դա վկայում է Հայաստանի հանդեպ շատ բարձր վստահության մասին։ Եվ որպես Հայաստանը այս պահին անվտանգ երկիր դիտարկելու մասին։ Սակայն գագաթաժողովի օրակարգը Հայաստանի մասին չի լինելու։ Լինելու է երկրորդ ժողովը, որը լինելու է Հայաստան Եվրամիության գագաթաժողով եւ դա արդեն Հայաստանը առավել կարող է օգտագործել իր օրակարգը առաջ տանելու համար։ Ես անձամբ շատ կուզենայի, որ Հայաստանը որոշակիացներ եւ պաշտոնականացներ Եվրամիության ինտեգրման իր միտումները, իր ձգտումները։ Սակայն ես կարծում եմ, որ ընտրություններից առաջ դա կարող է համարվել ռիսկային եւ վստահ չեմ, որ նման հանձնառություն Հայաստանը ընտրություններից առաջ կստանձնի, միգուցե կսպասի ընտրություններից հետո տարվա վերջում կամ անգամ մյուս տարի կտեսնենք։ Ես չունեմ։ Այսինքն դժվար թե Հայաստանը պաշտոնապես հայտարարի Եվրամիության անդամակցության իր տեխնատու լինելու իր պատրաստակամության կամ պատրաստակամության մասին վաղուց է հայտարարել, պատրաստակամության մասին կամ հենց հայտ ներկայացնի։ 3 տարի է հայտարարում է, սակայն ուրիշ բան է հայտարարել այդ երկարաժամկետ մտահոգությունների մասին եւ ուրիշ բան է պաշտոնական դիմում ներկայացնել։ Ես անձամբ չեմ ակնկալում, որ պաշտոնական դիմումը կներկայացվի ընտրություններից առաջ։ Ինչ կարևոր հայտարարություններ կարող են հնչել վիզաների ազատականացման հետ կապված, որովհետև այս օրերին երբ թեմայի վերաբերյալ խոսում են տարբեր փորձագետներ, կարծիք են հայտնում, որ միգուցե հայտարարվի, որ ի վերջո վիզաների ազատականացման գործընթացը վերջնականացվում է եւ արդեն հայաստանցիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել կամ մուտք գործել Եվրոպա։ Չեմ կարող ասել, հնարավոր է, քանի որ ես տեսել եմ, որ շատ դրական է գնահատվել Եվրամիության կողմից այդ գործընթացում Հայաստանի արձանագրած արդյունքները, սակայն ես չեմ կարող ասել, թե արդյոք Հայաստան Եվրամիություն գագաթաժողովի ժամանակ կլինի նման հայտարարություն։ Ինչ վերաբերվում է եվրոպական քաղաքական համայնքի հյուրընկալման փաստին, ապա ես գտնում եմ, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, նման միջոցառում հյուրընկալելով իր ակտորությունը, այսինքն իր գործոն լինելու հանգամանքը ընդգծում է եւ մեծացնում է, այսինքն իր գործունայնությունը եւ դա իհարկե շատ կարեւոր փաստ է եւ եվրոպական ինտեգրման ճանապարհին կարեւոր խթան։ Իսկ ո՞նց կընկալվի այդ օրերի տեղի ունենալիք գագաթաժողովերը Ռուսաստանի եւ Իրանի տեսանկյունից։ Դե բնականաբար Ռուսաստանի կողմից չի կարող դրական ընկալվել։ Մենք քաջատեղյակ ենք դրան եւ վստահաբար կլինեն ինչ որ քննադատություններ, ինչ որ հայտարարություններ մեզ քաջածանոթ Մարիա Զախարովայի եւ մեկնաբան իրենց վերլուծաբանների կողմից, բայց կարծում եմ, որ մենք դրան արդեն սովորել ենք եւ դա նույնիսկ այդպես սովորական բիզնես է դարձել։ Ինչ վերաբերում է Իրանին, հետաքրքիր հարց է, քանի որ գիտեք, Իրանը Եվրամիության հետ պատերազմի մեջ չէ։ Իրանը պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ Եվ ես չեմ կարծում, որ Իրանի կողմից լինի ինչ-որ բացասական արձագանք։ Եթե հիշում եք, նույնիսկ Եվրամիության առաքելության տեղակայմանը, որը գտնում եմ շատ ավելի զգայուն հարց էր Իրանի համար, քան թե այս միջոցառման հյուրընկալումը, Իրանը առանձնապես բացասական արձագանք չտվեց։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւ Ռուսաստանը սկսեցին պնդել, որ այդ առաքելությունը լրտեսություն է իրականացնում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ, Իրանը չարձագանքեց։ Ես չեմ սպասում Իրանի կողմից որևէ բացասական արձագանքի եւ եթե նույնիսկ մենք նայենք հիմա Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև հարաբերությունները ինչքան խնդրահարույց են դարձել եւ առանց հետ էլ դեռ անցյալ տարվանից լարումը նկատվում էր սկզբում ՆԱՏՕ-ի համատեքստում, ինչպես գիտենք, ՆԱՏՕ-ում կան խոշոր մեծ հակասություններ եւ Միացյալ Նահանգները անգամ հայտարարել է, որ հնարավոր է ՆԱՏՕ-ից դուրս գալ եւ Եվրամիության անդամ երկրները նախագահ Մակրոնի գլխավորությամբ արդեն իսկ ալտերնատիվ
պաշտպանական կառույց են ստեղծում, դա լինի ՆԱՏՕ-ի ներսում, Եվրամիության pillar թե լինի Եվրամիության շրջանակներում, սակայն նրանք այդ ուղղությամբ արդեն շատ ակտիվ աշխատում են։ Եվ նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպես Իսպանիան էր, որը չէր ուզում պաշտպանական ծախսերում իր ներդրումը անել, հիմա իրենք են նաև ակտիվացել եւ պնդում, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգներից չպետք է կախված լինի անվտանգային առումով։ Եվ նույնիսկ այդ Հորմուզի նեղուցի բացման հարցում մի կողմից Եվրամիությունը հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ մի քանի շաբաթից հնարավոր է, որ անգամ ավիացիայի վառելիքը ավարտվի եւ էներգետիկ լուրջ ճգնաժամ սկսվի եվրոպական երկրներում, մյուս կողմից նրանք մերժեցին փաստորեն միանալ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող որևէ ռազմական գործողության, հնարավոր է, որ իրենք մի քանի եվրոպական երկրներ, օրինակ Ֆրանսիան, որը արդեն իսկ նավ էր ուղարկել միջերկրական ծով դեռևս այս պատերազմի առաջին երկու շաբաթում, հնարավոր է, որ նրանք իրենց կողմից ինչ-որ գործողություն իրականացնեն, սակայն դա չի լինի ռազմական գործողություն, դա կլինի պարզապես ինչ-որ անվտանգային գործողություն, սակայն հարցակողական բնույթ այդ գործողությունը չի կրի եւ նրանք դա կանեն անկախ Միացյալ Նահանգներից եւ ոչ թե Միացյալ Նահանգների հետ։ Այդ առումով Իրանը կարծում եմ, որ մտահոգվելու կարիք չունի։ Բայց Եվրոպական միությունը իր բանակն ու պաշտպանական համակարգը այսօր հնարավորություն ունի ստեղծելու ինքնուրույն առանց Միացյալ Նահանգներից կախվածություն ունենալու։ Նրանք այդ ուղղությամբ հիմա շատ ակտիվ աշխատում են։ Դե դա այն հարցն է, որը ամենասուր հարցերից է վերջին 1 տարում եւ անդադ քննարկվում է եւ կան տարբեր կարծիքներ, բայց հիմա Եվրամիությունը ամեն ինչ անում է եւ երկրները իրենց ներդրումը պաշտպանական բյուջեում մեծացրել են, ինչպես նաև Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի բյուջեում եւ հիմա իրենք նույնիսկ այնպիսի միտում է նկատվում, որ օրինակ Դանիան վերջերս երբ գնել է ռազմական կարևոր տեխնոլոգիաներ, ընտրություն է ունեցել գնելու Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջև եւ գնել է Ֆրանսիայից։ Հիմա այդպիսի միտում է գնում, որ Եվրամիության երկրները այդ ռազմական առաջատար տեխնոլոգիաները, ընդհանուր միջև ինքնաթիռները նախընտրում են գնել Եվրամիության այն երկրներից, որոնք ունեն լուրջ ռազմաարդյունաբերություն, ինչպիսին օրինակ Ֆրանսիան է, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից։ Այնպես որ նրանք այդ ուղղությամբ աշխատում են, քանի որ կա այն կարծիքը Եվրամիությունում, որ նրանք իրենց անվտանգության համար պետք է հասնեն ռազմավարական ինքնավարության, քանի որ չեն կարող հույսները դնել Միացյալ Նահանգների վրա, որի միջայլոց պետք է վաղուց լիներ եւ իրականում Միացյալ Նահանգներում այնպես չէ, որ նախագահ Տրամպը եկավ եւ այդ հարցը ծագեց։ Երբ ես ուսանող էի Հարվարդում, որը 20-ից ավելի տարի առաջ էր, այդ հարցը արդեն Միացյալ Նահանգներում արծարծվում էր Բուշի ադմինիստրացիայի կողմից, եւ սա պարզապես լիացիչ խթան հանդիսացավ եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դեռևս 2018 թվականից պնդել է այդ ռազմավարական ինքնավարության անհրաժեշտությունը։ Լավ, Տիկին Թաթիկյան, իսկ այդ օրերին հնարավորություն կլինի այս հարթակը օգտագործելու նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը քննարկելու, նաև բանակցային եւ խաղաղության պայմանագրի վերջնական փուլն ամբողջացնելու համար, թե ոչ։ Մենք կարող ենք դա։ Չեմ կարծում, որովհետեւ նախ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը գա այս ժողովին, համենայն դեպս առայժմ տեղեկություններ չկան։ Թեև չի բացառում, որ վերջին րոպեին ինչ որ մեկը գա, սակայն չեմ կարծում, որ դա լինի բարձր մակարդակով նախագահի մակարդակով, միգուցե հնարավոր է, որ ինչ-որ երկրորդ, օրինակ արտգործ նախարարի տեղակալ, ես չեմ զարմանա, եթե գա։ Սակայն առայժմ մենք այդ մասին կարծում եմ տեղեկություններ չունենք։ Երկրորդը, ինչպես գիտենք, Ադրբեջանը Եվրամիության դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում ապա լեգիտիմացրել է։ Սկսած Գրենադայի այս նույն ժողովից։ Եվ դա պայմանավորված է եղել ընդհանրապես այն ժամանակվա բարձր հանձնակատար Ժոզեֆ Բորելի հայտարարությամբ, որը դատապարտեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Թեև հիմա հանձնակատարը փոխվել է եւ հիմա
կայակալացն է, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունը օգտագործելով կարողացավ Եվրամիությանը մեղադրել պրոհայկական կանխապաշարմունքների մեջ եւ այդ թեզը 2-3 տարի ակտիվորեն շահարկում էր, այդ թեզը նաեւ շահարկում էր Եվրամիության առաքելության դեմ եւ խաղաղության այդ գործիքակազմից Հայաստան ցուցաբերվող օգնության դեմ, եթե նկատել եք վերջին մի քանի ամիս այդ միտումները թուլացել են։ Կարելի ասել ամբարվանից սկսած անցյալ տարի Ադրբեջանի այդ հակա Եվրամիության դեմ ուղված ռետորաբանությունը նվազել է, անգամ դադարել են թիրախավորել Հայաստանում Եվրամիության առաքելությանը։ Սակայն չի բացառվում, որ ինչ որ մի պահի կրկին մենք գիտենք Ադրբեջանի մարտավարությունը, որ իրենք կարող է այդպես մի этап դադարեն ինչ որ հարց բարձրացնել, հետո մի քանի ամիս համարեն, որ իրավիճակ է փոխվել եւ այդ հարցը կրկին անգամ ակտիվացնեն։ Ես գտնում եմ անձամբ, որ Եվրամիության որոշակի դերի վերականգնում Հայաստան-Ադրբեջան գործընթացներում թեկուզև հաղորդակցությունների ապաշրջափակման կամ ինչու ոչ նաև սահմանազատման հարցերում դրական կլինի։ Իդեպ այս օրերին Հայաստանում ենք դա ադրբեջանցի պաշտոնատար անձուն ենք։ Այո։ Փոխվարչապետը։ Այո, որը բավականին բարձր մակարդակ է, նույնիսկ մի քիչ զարմանալի է, քանի որ սահմանազատումը աշխատանքային գործընթացը նորից կվերականգնվի։ Հուսանք, գիտեք, որովհետև փաստորեն 2024 թվականին այդ առաջին 12 կիլոմետրը սահմանազատելուց հետո գործընթացը լճացել է եւ իհարկե մենք բոլորը շահագրգռված ենք, որպեսզի գործընթացի շրջանակներում դեօկուպացվեն մեր 240-ից ավելի գրաված սահմանային տարածքները։ Սակայն պետք է նաև զգուշություն ցուցաբերել, որովհետև չի բացառվում, որ այդ գործընթացի ընթացքում Ադրբեջանը խուսափի այդ տարածքների դեօկուպացիայից եւ դրա փոխարեն փորձի էլի իրեն ձեռնտու ինչ որ օրակարգ առաջ տանել։ Օրինակ անկլավների հարցը։ Անկլավները լուծելի հարց են իրականում, ես ինքս հետազոտություն եմ արել, այդտեղ 3 տարբեր տարբերակներ կան, սակայն այս պահին այդ հարցը ակտիվ չէ եւ պետք չէ, որ մենք ակտիվացնենք, միգուցե ինչ որ ճանապարհային հարցերի հետ կապված, տրիպի հետ կապված, ամեն դեպքում ես գտնում եմ, որ հայկական կողմը պետք է շատ զգուշ լինի, բայց իրականում այնտեղ բոլոր հարցերը գործնականում լուծելի են եւ բոլոր հարցերի վերաբերյալ հնարավոր է փոխզիջում գտնել։ Լավ, այս մասով եւ անցնենք մեկ այլ թեմայի, Եվրամիության երկրորդ առաքելությունը արդեն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում ո՞նց եք գնահատում։ Դրական եմ գնահատում, սակայն ես գտնում եմ, որ այս պայդրությամբ խորը վերլուծություն անել հնարավոր չէ։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի համար պարարտ երկիր է։ Ես ավելի պարարտ երկիր չեմ պատկերացնում, քան Հայաստանը, որովհետև մենք գտնվում ենք հետ պատերազմյան իրավիճակում, փորձում ենք հաղթահարել հակամարտության փուլը եւ անցնել խաղաղության, դրա հետ կապված Հայաստանի ներսում անգամ նարատիվների ներքին պատերազմ է գնում եւ արտաքին դերակատարները հատկապես Ռուսաստանը եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանը եւ ինչ որ առումով նաեւ Թուրքիան հաճախ շատ տարբեր մեթոդներով փորձում են Հայաստանի հանրային համերաշխությունը խախտել եւ արհեստական նարատիվներ ներմուծել, ապատեղեկատվություն ներմուծել եւ նրանք փորձում են խաղալ հայ ժողովրդի ամենազգայուն լարերի հետ, որոնք հիմնականում վերաբերվում են ազգային ինքնությանը, հակամարտության պատմությանը, անվտանգային հարցերի, նրանք սպառնալիքների ուռճացման են հաճախ գնում։ Մենք գիտենք, որ սպառնալիքները առկա են։ Կան բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ, դրանք չեն վերացել, դրանք միայն դեէսկալացվել են, սակայն այդ դերակատարների միջոցով հիմնականում Ռուսաստանի այս սպառնալիքները ուռճանում եւ չափազանցվում են։ Եվ այս առաքելությունը կարող է կարևոր դեր խաղալ այդ սպառնալիքների հանդեպ դիմակայության ամրապնդման համար։ Ես հիմա նոր տերմին եմ օգտագործում՝ կոգնիտիվ անվտանգություն, որովհետև գիտեք այդ
դերակատարները, որոնք նաև օգտագործում են Հայաստանի ընդդիմությանը եւ որոշ քաղաքական շրջանակների, նրանք կոգնիտիվ, այսինքն ճանաչողական, իմացական մակարդակով են գործում։ Նրանք փորձում են Հայաստանում հանրային ընկալումները, մտածողությունը փոխել, ազգային ինքնությունը փոխել եւ այդ բոլոր առումներով ես կարծում եմ, որ այս առաքելությունը կարող է դրական դեր խաղալ։ Իհարկե մենք գիտենք, որ ընդդիմությունը ասում է, որ սա նույնպես արտաքին միջամտության մեկ պետության մի տեսակ է։ Մենք դա գիտենք, բայց մենք իհարկե նաև կարող ենք օբյեկտիվ գնահատել եւ տեսնել, թե որ դերակատարը իրականում ինչ տիպի մասնակցություն է եւ ազդեցություն է իրականացնում։ Մենք եւս մեկ հարց քննարկենք ու մեր ժամանակը մոտենում է ավարտին 26 թվականի զեկույցն է հրապարակվել Շվեդիայի Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի, ըստ որի մեր տարածաշրջանի բոլոր երկրները, կարծես Իրանից բացի, զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական բյուջեները։ Հայաստանը գտնվում է 7-րդ տեղում, ըստ ՀՆԱ-ի, Ադրբեջանը 6-րդ տեղում։ Ինչով է պայմանավորված այս իրավիճակը եւ արդյոք մտահոգություն առաջացնում է սա անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար է, նկատի ունեմ ռազմական բյուջեների ավելացումը, թե ամեն դեպքում դա մտահոգությունների առիթ պետք է տա։ Սա ամենահեղինակավոր մտակենտրոնն է, որը ռազմական բալանսի եւ ռազմական ծախսերի վերլուծություն է անում ամեն տարի։ Սա 25 թվականի զեկույցն է, որտեղ Ադրբեջանը իր ռազմական ՀՆԱ-ի 6.5%-ն է տրամադրում ռազմական ծախսերին, իսկ Հայաստանը 6.1%-ը։ Եվ ինչպես դուք նշեցիք, համապատասխանաբար Ադրբեջանը 6-րդ, իսկ Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցնում։ Իրականում սա իրոք մտահոգիչ է, քանի որ թեև թվում է, թե տարբերությունը փոքր է, նայեք, երբ Ամերիկայի նախագահ Տրամպը Եվրամիության երկրներին սկսեց մեղադրել ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի իրենց ներդրումը չբերելու գործում 5% էր պահանջում։ Այսինքն ստանդարտը ՆԱՏՕ-ի այն է, որ ամեն երկիր պետք է 5%-ով, իսկ այս դեպքում արդեն 6.5-6.1։ Սա արդեն 6 է, բայց նաև այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի մեծ է, թեև իրենց հնան, մեր հնայից շատ ավելի փոքր է հիմա, բայց ընդհանուր առմամբ իրենց տնտեսությունը շատ ավելի խոշոր է։ Հետևաբար իրենց 6.5%-ը մեր 6.1%-ի հանդեպ շատ մեծ է։ Շատ ավելի մեծ ծախս է եւ շատ ավելի մեծ գումար է եւ իրենք պահպանում են եւ կշարունակեն պահպանել իրենց ռազմական գերակայությունը Հայաստանի հանդեպ, քանի որ պարզապես իրենք ունեն ավելի մեծ ռեսուրս եւ սա իհարկե մտահոգիչ է։ Հիմա իրենք փորձում են դա ներկայացնել որպես Ռուսաստանի եւ Իրանի դեմ պաշտպանվելու ուղղված միջոց։ Այդ նույն պատրվակով նրանք նաև փորձում են իրենց պաշտպանական ոլորտում համագործակցություն խորացնել Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության անդամ որոշ երկրների հետ, օրինակ այս պահին Չեխիայի հետ են իրենք այդ ասպարեզում խորացնում իրենց համագործակցությունը։ Սակայն մենք պետք է միշտ զգոն լինենք, որովհետև մենք գիտենք, որ կարող է ինչ-որ իրավիճակ փոխվել եւ Ադրբեջանը կարող է կրկին անգամ Հայաստանի հանդեպ դրսևորել ագրեսիվ միտումներ եւ միջև հիմա մեր այդ տարածքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, որը մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով հետ բերել։ Եվ Ադրբեջանը հայտարարել է, որ մյուս տարի պետք է ցածրացնի բյուջեն, բայց դա եղավ Իրանի պատերազմից առաջ։ Հիմա Իրանի պատերազմը պատճառաբանելով հնարավոր է, որ իր որոշումը փոխել։ Կա մի կարևոր գործոն, որ Ադրբեջանը մեր հանդեպ ունի օդուժի գերակայություն։ Ադրբեջանը շատ լուրջ օդուժ է ձեռք բերել չինական, պակիստանյան համատեղ արտադրության, իսկ մենք մեր օդուժը այս պայդրությամբ դրան չի կարող դիմակայել։ Հետևաբար մենք պետք է շարունակենք ռազմական ոլորտում լուրջ ներդրումներ անել եւ ամենակարևորը մենք պետք է լուծենք այդ օդուժի ոլորտում ակնհայտ մեծ անհավասարակշռությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Սոսի Թաթիկյանն էր, կհանդիպենք։